Ողջունում եմ բոլորին, բարև պարոն Կարապետյան, ես Ֆելիքսն եմ, Շիրակի մարզի երիտասարդական կառույցից։ Պարոն Կարապետյան, մենք հանրությունը արդեն ծանոթացել է ձեր տնտեսական ծրագրին, անվտանգության ծրագրին, սակայն կան շատ խնդիրներ նաև կրթական համակարգում, որը հիմնականում եւ վերաբերում է երիտասարդներին։ Օրինակի համար ամբողջությամբ խեղաթյուրվել է պատմություն առարկան եւ ըստ կառավարության նոր որոշման հաջորդ տարի բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է դիմեն պարսագույն ուսումնական հաստատություն եւ ովքեր պետք է հանձնեն պատմությունից միասնական քննություն, հանձնելու են այդ քննությունը նոր չափորոշիչներով, այսինքն նոր քրքերով եւ նոր այդ մոդուլային ծրագրով։ Սակայն արգելվել են նախկին քրքերը, որևէ կերպ չկան նոր քրքերը արդեն երկրորդ տարի, փոխարենը կան ինչ-որ մոդուլային ծրագրեր, որոնք ամբողջությամբ հակասում են միմյանց եւ ոչ մի կերպ ճշգրիտ չեն։ Այսինքն այս ամեն ինչից կարելի է հասկանալ, որ կոնկրետ պայքարում են հայոց պատմության դեմ, անգամ այդ առարկայի անվան հետ վերափոխում են առարկան Հայաստանի պատմություն, հանելով այդ հայոց բառը եւ ամբողջությամբ թիրախավորում են այդ առարկան։ Ինչպես եք դուք տեսնում կրթության բարելավման ծրագիրը եւ առհասարակ պատմության այդ արժեքի նորից բարձրացումը։ Ինչ վերաբերվում է ներքին դաշտի հարցերին, դա լուծվելու է շատ արագ։ Դա ընդամենը մի քանի ամիսների մասին է խոսքը։ Դժվար է լուծել, ինչը կախված է արտաքին հարաբերությունների հետ։ Ինչը ներսում, ինչ հավաքվեցինք, որոշում ընդունեցինք, գնացինք առաջ։ Վերադարձնելու ենք հայրենասիրությունը, նորից եմ կրկնում։ Առանց հայրենասիրության ոչ մի բան չի կարող զարգանալ։ Հայաստանը ամբողջ հայության համար է։ Դրա համար Հայաստանը վերադարձնելու ենք հայերին, ամբողջ աշխարհի հայերին։ Շնորհակալություն։ Իսկ այդ հարցերը շատ արագ են լուծվելու, միանգամից։